Բարի երեկո, եթերում հանրային քննարկումն է։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, որ մայիսի 8-ին մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, եւ մենք հարթակ ենք տրամադրելու այդ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին։ Այսօր այս տաղավարում զրուցելու ենք սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին եւ իմ զրուցակիցներն են Հայաստանի Շնորհապետական կուսակցության падգամավորի տեխնացու Էդվարդ Անտինյանը, Քոչարի կուսակցության падգամավորի տեխնացու Հմայակ Հովհաննիսյանը, Հանուն Հանրապետության կուսակցության падգամավորի տեխնացու Թաթուլ Հակոբյանը եւ Բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորի տեխնացու Սպարտակ Գյուրեգյանը։ Բարի երեկո, պարոնայք, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Անտինյան, նախ որպեսզի հասկանանք ծրագրերը որքանով են համահունչ այսօրվա խնդիրներին, եկեք արձանագրենք, թե ամենակարևոր սոցիալական ու տնտեսական խնդիրները Հայաստանում որոնք են։ Ամենակարևորը ես համարում եմ, որ դա համակարգային որոշում կայացնելն է, թե որ տնտեսական տիրույթում պետք է մենք լինենք, որովհետև եթե մենք ամեն օր որոշում ենք կոսմետիկ ինչ-որ բան փոխենք, հետո մտածում ենք կկարողանանք թե ոչ, պարզ օրինակ եմ բերում, որ մարդկանց հասկանալի լինի։ Մենք ինչի շուրջ ենք վիճում, ավտոբուսով է լավ ճանապարհ գնալ արագության առումով, թե ինքնաթիռով։ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի տարբերությունը դա ավտոբուսի եւ ինքնաթիռի տարբերությունն է։ Իմաստ չունի մենք քննարկենք ավտոբուսը ինչ գույն ներկենք։ Մենք մերժում ենք այդ ավտոբուսը եւ ասում ենք սոցիալական ծրագրեր, եթե մենք նայենք, Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունը սոցիալական առումով տասնյակի մեջ մտնող երկրներ էլ կան, հնգյակի մեջ մտնող երկրներ էլ կան։ Այսինքն այն խնդիրները, որը մենք պատկերացնում ենք, այն տիրույթում, որտեղ մենք գտնվում ենք, դա շատ լուրջ, շատ բարդ է իրականացնել։ Այդ դրա համար մենք առաջնային համարում ենք անցնենք խորհրդարան, առաջի իսկ քայլը կանենք հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության։ Հրաշալի հասկանում ենք, որ դա մի օրում կամ մի տարում չի լինելու, բայց երբ որ դու այդ որոշումը կայացնում ես, հերթով ամեն հաջորդ օրը քո կենսամակարդակը ավելի բարձր նշաձողի վրա ելնում, քան նախորդ օրը։ Պարոն Անտինյան, բայց դուք գիտեք, որ դեռ Եվրամիության անդամակցության հայտ չներկայացրած Ռուսաստանը տնտեսական շանտաժի լեզվով է ամեն օր խոսում։ Եթե դուք գնում եք խորհրդարան եւ հայտ եք ներկայացնում Եվրամիության անդամակցության, հետեւաբար դուրս եք գալիս Եվրասիական տնտեսական միությունից։ Հետեւաբար Հայաստանը կանգնում է լուրջ տնտեսական ճգնաժամի առաջ, ինչպես եք լուծելու այդ հարցը։ Երբ որ 2004 թվականին ես առաջի անգամ մտել եմ քաղաքականության մեջ, օրինակը վերցրել ենք Վրաստանը, որ մեր առաջ գնում էր դեպի Եվրամիություն։ Եվ ասել ենք, մեր առաջ ճանապարհ է բացում, եկեք մենք առիթը օգտագործենք այդ ճանապարհով գնանք։ Այն ժամանակ էլ մեզ մեղադրում էին, որ ինչպես կարելի է դուրս գալ Ռուսաստանի դեմ։ Ու այդ ժամանակ գույք պարտքի դիմաց տալիս էին Ռուսաստանին։ Այդ ժամանակ մեր ռազմավարական օբյեկտները տալիս էին Ռուսաստանին եւ այդ տնտեսական օբյեկտները դարձան վարչական լծակներ։ Մենք մեր կախվածությունը Ռուսաստանից մեծացրեցինք։ Ամեն անգամ, երբ որ ասում ենք, երբ պետք է այդ քայլը անենք, ասում են, լավ չեք հասկանում, այսքան խրվել ենք, էլ երբ անենք։ Դա նշանակում է, մեզ ասվում է, որ մենք այլևս չենք կարող դուրս գալ, որովհետեւ Ռուսաստանը դժգոհ է։ Այդ դեպքում այդ որտեղ մնաց մեր ինքնիշխանությունը։ Այսինքն մենք ընտրության հնարավորություն չունենք միայն մի պատճառով, որ Ռուսաստանը կնեղանա։ Չէ, ճիշտ եք ասում, ընտրության հնարավորություն ունենք, բայց նաև ճիշտ եք ասում, որ մենք մեր կախվածությունը տասնամյակներ շարունակ մեծացրել ենք եւ հիմա ունենք այն, ինչ ունենք։ Եթե դուրս ենք գալիս, պետքա դրա տակ հաշվարկ լինի, չէ՞, ինչ հաշվարկ ունենք։ Ասենք գազի գինը թանկանում է, Ռուսաստանը օրը մի ցուպիկ ու մանրե է գտնում մեր ապրանքների մեջ եւ չի ընդունում։ Ինչ խնդրի առաջ է կանգնում Հայաստանը եւ ո՞նց է այդ խնդիրը լուծում։ Հիմա տեսեք, այդ առիթը երբ որ մենք հասանք այն կախվածության աստիճանի, որ Ռուսաստանը քաղաքական լծակներ է մեր դեմ օգտագործում, հենց դա պետք է մեզ համար ահազանգ լինի։ Հիմա Հայաստանի իշխանություններն ասում են, վաղը մենք ցանկանում ենք ցանկացած պահի, եթե Թուրքիան ու Ադրբեջանը սահմանը բացեն, մենք համաձայն ենք։ Թուրքիան եւ Ադրբեջանը սահմանը եթե բացեն, դուք պատկերացնում եք էժան ապրանքը մտնի Հայաստան։ Այդ մրցակցության պարագայում Հայաստանը դրան դիմանալու է, թե ոչ։ Հայաստանը դրան չի դիմանալու։ Լայս մի կողմ եմ դնում անվտանգության խնդիրը, թե այդպիսի մեծ ծավալի գյուղ մթերք, եթե Հայաստան մտնի, որքանով են մեր լաբորատորիաները ունակ դա ֆիքսել, լա դա դնենք անվտանգային հարց։ Զուտ ես որպես տնտեսագետ եմ ասում, տնտեսական հարց եմ ասում։ Մենք ԵԱՏՄ տարածք ենք։
ԵԱՏՄ տարածքում մեծ լծակներ չունենք սեփական արտադրողի համար պրոտեկցիոնիզմի քաղաքականություն կիրառենք եւ այնպես անենք, որ թուրքական եւ ադրբեջանական ապրանքը մեր շուկան չողողի։ Մեր շուկան ողողեց, մեր գյուղատնտեսական հողատեսկերի կեսը անմշակ է, այս պարագայում մյուս կեսն էլ է դառնալու խայտառակ վիճակ։ Այն դեպքում ես ասում եմ լավ, ասում եք ոչինչ, կգնանք Ռուսաստանի շուկա։ Վաղը Ռուսաստանը պատերազմը դադարեցրեց Ուկրաինայի հետ, սահմանը բացեցին, եվրոպական ինդուստրիալ գյուղատնտեսական ապրանքները ինտենսիվ այգուց սկսած մինչև շատ այլ մեթոդներով ստեղծված բերքը մտնում է Ռուսաստանի շուկա։ Մենք էլ հիմնականում գնում ենք Ռուսաստանի եվրոպական հատված, արևելյան հատվածներ գնում են ընդամենը պահածոներ։ Դուք ինչ եք կարծում, մենք մի տարվա համար ենք գյուղատնտեսության համար ներդրում անում։ Ես ասում եմ, եթե մենք ռուսական ստանդարտի ապրանք ենք արտադրում, վաղը խնդիր ենք ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի ապրանքի դեմ։ Եվրոպական ստանդարտի արտադրեք ով է մեզ արգելում։ Բայց դա ենք ասում, եվրոպական ստանդարտի արտադրել ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչպես տեսնում եք, մեր մոտ չի ստացվում, որտեղ մեր արտադրողը համարում է, որ մեր շուկան Ռուսաստանն է, ինչու համար տանջվենք։ Հասկանալի է, պարոն Անտինյան, ձեզ հարցերը շատ են, ելի կվերադառնանք, բայց թույլ տանք մյուսներն էլ խոսեն։ Պարոն Հովհաննիսյան, պարոն Անտինյանը արդեն քննարկումը բերեց մի դաշտ ԵԱՏՄ թե Եվրամիություն, եկեք այս թեմայով շարունակենք, հետո կգանք կարևոր խնդիրներին։ Ձեր քաղաքական ուժի դիրքորոշումը որն է՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե գնալ Եվրամիություն։ Ես նախ եւ առաջ ասեմ, որ այս ընտրությունները վերենացվել աշխարհակաղակական այդ հարցի շուրջ, արևմուտք թե Ռուսաստան դիմակայության եւ հիմնականում այդ դիմակայությունը սպասարկելու ջանքերին լծվել են այն ուժերը, որոնք հայամետ չեն, այսինքն այն ուժերը, որոնք սպասարկում են կամ արևմուտքի հետաքրքրությունները կամ Ռուսաստանի։ Հիմա շնորհապետական կուսակցությունը, որը ներկայացնում պարոն Անտինյանը, չեմ կոնկրետացնում, ես ասում եմ ընդհանուր դրվածքը, այդ թեման, որ դրվել է, այդ նպատակով է դրվել, որպեսզի հեշտ լինի, այսպես ասած, համոզելու մարդկանց, որ ընտրությունը այս երկուսի միջև է։ Այսինքն մեզ պարտադրում են այդ կամ-կամը, մեզ պարտադրում են այդ ընտրության խնդիրը, ընտրություն կատարել։ Եվ մենք գնում ենք ընդառաջ, անց ենք կացնում խորհրդարանում այդ օրենք Եվրոմիություն գնալու մասին, չունենալով որևէ հիմնավորում տնտեսագիտական, թե որքանով է այդ հարցը այսօրվա հարց։ Մենք չենք հաշվարկում դա, այսինքն սա քաղաքական մանիպուլյացիաների դաշտ է, ըստ էության։ Այսինքն այն ուժերը, որոնք ուզում են, ցանկանում են ունենալ արտաքին քաղաքական հովանավորներ, լծվել են այդ գործին։ Այսինքն մենք չունենք արտաքին քաղաքական հովանավոր։ Հիմա կամ-կամը ձեր քաղաքական ուժի դեպքում ինչ է եւ մենք այն եզակի ուժն ենք, որը չունի արտաքին քաղաքական հովանավոր։ Բոլորը փնտրում են հովանավոր։ Բոլորը այդ process-ի մեջ են, մենք այդ հովանավորը չունենք։ Հիմա բոլորին դեմ է մի հովանավորը ով է, պարոն Հովհաննիսյան։ Տիգրան Խզմայլյանին հարցրեք։ Տիգրան Խզմայլյանը ինչ կապ ունի մեր։ Չէ, ես նկատի ունեմ այն, որ մարդիկ Տիգրան Խզմայլյանը կողմնակից էր, որպեսզի ազգային ժողովում ընդունվի այդ օրենքը։ Այդ օրենքը բոլորին դեմ եմ մասին եմ հարցնում։ Այդ օրենքը, որը վերաբերում էր բոլորին դեմ եմ, դա ինչ կապ ունի։ Օրինակ ով է արտաքին հովանավորը, բոլորին դեմ եմ կուսակցություն։ Մի րոպե, ես պարզ ասում եմ, ես չեմ ուզում կոնկրետացնել։ Ես ասում եմ, որ բոլորին ներքաշել են մի իրավիճակի մեջ, երբ որ ասել են, որ երկու ուժերն են հիմնական, ուրեմն նրանց միջև պետք է տեղի ունենա ընտրություն, մի րոպե։ Նրանց միջև իշխող ուժը հայտարարել է, որ եթե ինքը չունենա որակյալ մեծամասնություն, չնվաճի որակյալ մեծամասնություն, աշնանը կլինի պատերազմ։ Այն մյուս ուժը ասում է, որ ինքը պետք է անպայման հաղթի եւ եթե չհաղթի կլինեն հետընտրական զարգացումներ։ Սա մակերեսի վրա է, բոլորը տեսնում են, տեսանելի է։ Մենք մտել ենք այս քարոզարշավի մեջ, ես ինչի պետք է մտնեի քարոզարշավի մեջ, ես փայլուն կեսագրություն եմ կերտել։ Կարեն Դեմիրճյանի հետ եմ մտել ազգային ժողով
Եվ այսօր խնդիր չունեի, եղել եմ մի քանի անգամ падգամավոր։ Ներողություն եմ խնդրում, ժամանակը քիչ է։ Ես դրա համար ասում եմ, ես այսօր մտել եմ այս պատմության մեջ մի նպատակով, որպեսզի կանխեմ արունահեղությունը։ Լավ է կարել, հիմա հարցս կրկնում եմ։ Մի րոպե, ներողություն։ Արունահեղությունը կարող է հասկանալի է, կանխել։ պարոն Հովհաննիսյան։ Նոր ուժը, որը ծանրաբեռնված չի այդ Հիմա արտաքին։ հարցս, գնալ Եվրամիություն, թե մնալ ԵԱՏՄ-ում։ Պարզ հարց եմ տալիս։ Ուրեմն ոչ գնալ ճանապարհով, երբ որ այն գիտեք Օսկանյանը կար, Օսկանյան մի ձևակերպում էր արել, ես դրա հետ համաձայն չէի կոնկրետ այդ Արցախի հարցում։ Մի հարցրու, որ չպատասխանեմ։ Հասկանում եք, ինչեք գնում այդ, ինչեք դու գնում այդ ուրեմն դիմակայությունը Հայաստան բերելու ճանապարհով մի րոպե, ոչ, դուք եք ընդունում, լսեք, դուք ընդունում եք օրենք, դուք ընդունում եք օրենք, Եվրամիություն գնալու շատ լավ հասկանալով, որ նախ երկիրը պատրաստ չի, այսինքն չգնալ Եվրամիություն։ Պատրաստ չի, այսօր հարգելի իմ ընկերը Մանտինյան Էդուարդը ասեց, որ երկիրը պատրաստ չի։ Ուրեմն մնալ ԵԱՏՄ-ում, պարոն Հովհաննիսյան։ Ես նորից եմ ասում, մի հարցրու, որ չպատասխանեմ։ Ինչու՞։ Այդ Չէ, դա կարևոր որոշում է, հասկանալու համար մեր տնտեսությունը ինչ ճանապարհով է գնում։ Այս պայմաններում նման պրովոկացիոն քայլեր անելը նշանակում է դնել հարվածի տակ ուրեմն լարսում մեր ձեռներեցներին պետությունը պարտավոր է ասել չգնալ Եվրամիություն մնալ ԵԱՏՄ-ում։ Մի րոպե ես չեմ անհետ հարցա դա։ Ինչու՞։ Որովհետև մենք ինքներս չպետք է առիթ տանք, որպեսզի մեր առջև այդպիսի կոշտությամբ այդ հարցը դրվի։ Իսկ դուք ըստ էության սադրում եք ձեր այդ հարցադրումով այդ հարցի արծարծումը որպես կենտրոնական հարցի։ Մարդը ասում է տնտեսագետ, մի րոպե տնտեսագետ, մարդ ասում է, որ պատրաստ չենք։ Բայց ինքը կողմ է Եվրամիություն գնալուն։ Փաստերա բերում, որ պատրաստ չենք մենք այսօր գնալու Եվրոպա։ Մարդը ինչ էր ասում։ Ինչ եք ասում, պարոն Հովհաննիսյան։ Փաստերով բերում, որ պատրաստ ենք։ Պարոն Հովհաննիսյան։ Մեր ապրանքները մրցունակ են։ Պարոն Հովհաննիսյան, եթե մեր ապրանքները մրցունակ չեն, պետք է այդ ճանապարհով գնալ, դարձնել մրցունակ։ Ահա, ուրեմն սկսենք, ուրեմն սայլը չդնենք ձիուց առաջ։ Չէ, ձին, սկզբից դարձնում ենք մրցունակ, հետո նոր։ Մենք կարող ենք միջամտել։ Գիտեք, որովհետև դուք ավարտեցիք։ Լավ, չասեք, հետո ասեմ։ Ես մի փոքրիկ մեկնաբանություն անեմ պարոն Հովհաննիսյանի արտահայտությունների վերաբերյալ եւ ներկայացնեմ հանուն հանրապետության կուսակցության թեզերը այս առումով տնտեսական, սոցիալական խնդիրների շուրջ ավելի կոնկրետ։ Որ դուք այն ուժերից մեկն եք, որը հենց նախաձեռնողն էր, որ այս օրենքը մտնի խորհրդարան։ Այո, ես ինքս ստորագրել եմ այդ Եվրաքվեի, հանրաքվեի այդ ստորագրությունը ես էլ եմ դրել 60,000-ից մեկն եմ։ Եվ այդ պատճառով էլ ես այսօր միացել եմ այդ թիմին։ Ես կուսակցական չեմ, ուղղակի ես իմ միջազգային կազմակերպությունում աշխատանք ավարտելուց հետո վերադարձել եմ Հայաստան եւ միացել եմ այդ թիմին։ Բայց տեսեք, պարոն Հովհաննիսյանն ասում է, սա պրովոկատիվ որոշում։ Հիմա ասեմ ինչ է ասում պարոն Հովհաննիսյանը եւ պարոն Հովհաննիսյան, դուք շատ հմուտ քաղաքագետ եք, մենք ձեզ շատ ենք հարգում ձեր անցած ճանապարհի համար։ Բայց ես հորդորում եմ զերծ մնալ նման արտահայտություններից, որ բացի ձեզնից բոլորը հովանավորվում են դրսից։ Այդպիսի բան չկա։ Ես ուղղակի խորհուրդ եմ տալիս ձեզ։ Մենք հասակակիցներ ենք կամ տարեկիցներ ենք։ Փնտրում են հնարավորություն հովանավորելու։ Հիմա դուք ասում եք բացի ձեզնից բոլորը հովանավորվում են դրսից։ Այդպիսի բան գոյություն չունի։ Փնտրում են հնարավորություն։ Դուք որպես քաղաքագետ այդպիսի ունենալու հնարավորություն որպես քաղաքագետ հարգելիս այդպիսի արտահայտություններ չպետք է անեք։ Ես հորդորում եմ։ Դիսկուսիա է անում ենք։ Չէ, դիսկուսիան գնում է հանրային եթերում։ Հանրային եթերում պետք է շատ կոռեկտ լինել ցանկացած քաղաքական ուժի վերաբերյալ դա ընտրության հարց է։ Գնահատական չտալ։ Ես չեմ ասում դա վատ բան է։ Այդպիսի գնահատական ընտրության հարց է։ Ինչ որ դուք ասում եք շատ վատ բան է։ Ինչու՞ վատ բան, ձեզ որովհետև հանուն հանրապետության կուսակցությունը արտաքին հովանավորներ չունի։ Ես վստահ եմ, որ դուք էլ չունեք։ Փնտրդուք կարող են ստուգել։ Չէ, չէ, հիմա մենք ոստիկաններ չենք։ Հիմա ըստեյության հարցին գալով Եվրամիություն թե ԵԱՏՄ պարոն։ Ես հարցին այսպես կանդրադառնամ, որտեվ ես ուզում եմ միտքը հետեւյալն է, որ երբ որ քաղաքական դաշտում ասում են կա երկու հիմնական, այն մյուսներին կարծես հրավիրում են դառնալու այս երկուսից մեկի կցող։ Բայց դուք հստակ չեք ասում, չկա երկու հիմնական, երրորդը ասեք, չկա։
երբ որ ասում են, որ երկուսի միջև է ընտրությունը, դրանով իսկ բոլորին հրավիրում են։ Պարոն Հովհաննիսյան, Այդ խայծը տալիս են, որպեսզի մտածեն, որ կամ դառնում է կցորդ, կամ պարոն ընդհանրապես Հովհաննիսյան, դուք։ կարելի է ձեզ հարց տալ։ Հա, Հնարավոր է համատեղել Եվրամիությունը եւ ԵԱՏՄ-ն։ Ուրեմն պարզ ասում եմ, մենք այսօր ի վերջո պետք է լինել քաղաքական գործիչներ, այսինքն պետք է դնել այն հարցերը, որոնք ընդունակ ես լուծելու։ Եթե դու դնում ես մի հարց, հետո ինքդ ես ասում, որ այսօր դու դրան պատրաստ ես այդ հարցի լուծմանը, պատրաստ ես, հարցը առաջանում, ինչու այդ հարցը դու բարձրացրեցիր։ Ինչու ում ես մի րոպե, ում ջաղացին ես ուզում ջուր լսես։ Այսինքն ձևակերպենք, որ ձեր քաղաքական ուժը որևէ տնտեսական կառույցի անդամակցության փոփոխություն չի պլանավորում, ինչու՞ չեք ասում։ Ուրեմն ոչ, սայլը չենք դնելու ձիուց առաջ։ Սկզբից կլինի ձին, այսինքն մենք պատրաստ կլինենք դրան, նոր կդնենք սայլը ձիու, կկապենք սայլը ձիուց եւ կտանենք առաջ։ Այսինքն ինչ որ մի պահի պլանավորում եք անդամակցել Եվրոպական միությանը, բայց ոչ այս պահին։ Էդ էլ չէ։ Ես այն մարդն եմ, որը նախապատրաստել է Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։ Հետո Նախապատրաստել է եւ բոլոր այդ ճշտումները արվել են որպես միասնության դաշինքի ներկայացուցիչ մեր պատվիրակության կազմում։ Եվ փառահեղ ձևով մենք հասանք արդյունքի։ Այո, ես կողմ եմ, որպեսզի մենք գնանք դեպի Եվրոպա, որտեղ մենք եվրոպական ազգ ենք։ Ես կողմ եմ, բայց ես ուզում եմ, որպեսզի դա անցավ լինի։ Մենք բոլոր հարցը մենք դուրս եկանք խորհրդային միությունից։ Երբ պետք է դա անել, որ անցավ լինի։ Ամենամեծ ցավով, ամենամեծ կորուստներով, մինչդեռ բոլոր մյուսները այդ միջինասիական հանրապետությունը անցավ դուրս եկան խորհրդային միությունից։ Հիմա էլի նորից ուզում եք մենք արուն թքելով գնանք Եվրոմիություն։ Չէ, չենք ուզում։ Ասում եմ, երբ անել, որ անցավ լինի։ Աչքաչափով առաջնորդվենք։ Մաքս Վեբերը ասում էր, աչքաչափ պետք է ունենամ, աչքաչափ։ Երբ անել, որ անցավ լինի։ Այս մարդը ասում է իմ լավ ընկեր, բարեկամ։ Ինքը հիմա էլ ուզում է ասում է դառնանք իշխանության, պրոցեսը սկսել է։ Ասեց, որ մենք պատրաստ չենք Թուրքիայի ապրանքները կողողեն, Ադրբեջանի ապրանքները կողողեն, մեր ապրանքը ինչու, որովհետև նախորդ տարիներին այս մակաբույծ օլիգարխիան, որտեղ օլիգարխիկ տնտեսություն էր ստեղծվել, այդ մակաբույծ օլիգարխիան է, որ մեզ կապել է Ռուսաստանի հետ, ճիշտ չի։ Ես ձեզ կխնդրեմ ոչ թե պարոն Անտինյանի ասածը մեկնաբանեք, այլ դուք ասեք, դա երբ է լինելու, որ անցավ լինի։ Ոնե որ իմ ասածը ճիշտ մեկնաբաներ, համբերատար կսպասեինք, բայց դեռ ուրիշ բան է ասում, Ինչ է ասում, պարոն Անտինյան։ Որտե հիմա լավ ես պարզաբան եմ, ասենք առաջ են մարդուն էլ հերթանք, չէ։ Հարցը ասում եմ, որ մենք այսօր, եթե վաղը Ռուսաստանը պատերազմը դադարեցնի Ուկրաինայի հետ, մենք ռուսական շուկան էլ ենք կորցնելու։ Այսօր պետք է մենք այդ քայլը անենք եվրոպական ստանդարտի։ Եթե եվրոպական ստանդարտի ապրանք չունենանք, թանկ եւ որակով, էժանը ողողելու է, թողեք ես ավարտեմ։ Հիմա ունենք։ Պետք է ունենանք, Մայա Կոստանտինովիչ, պետք է ունենանք։ Պետք է ունենանք։ Հա որպեսի ունենանք, քայլ պետք է անենք։ Իսկ դուք ասում եք պետք չէ, եթե մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում ու դուք ասում եք քայլ չանենք, դուք չեք ասում մենք չենք գնում ընտրության, դուք թողում եք մնանք ԵԱՏՄ-ում։ Սրա մասին ես ավարտեմ։ Մեր օլիգարխները ավելի որակյալ ապրանքներ սկսեցին արտադրել են իրենք ընդունելու։ Հիմա կգանք, բայց հավասար ժամանակ տանք բոլոր մասնակիցներին, պարոն Հակոբյան։ Ես եւս մեկ մեկնաբանություն պարոն Հովհաննիսյանի ասացի վերաբերյալ այդ հակամարտություն Արևմուտք եւ Ռուսաստան աշխարհակահաղական այդ այսպես բեմում տեղի ունեցող իրադարձությունները ինչի մեջ ըստ պարոն Հովհաննիսյանի Հայաստանն էլ է գտնվում։ Այդ հակամարտությունը հրահրել է Ռուսաստանը եւ շարունակում է Ռուսաստանը։ Ճիշտ է։ Պատերազմ է հրահրել Ուկրաինայում եւ սպառնում է իր բոլոր հարևաններին։ Պարտադիր չէ Կրեմլից խոսնակը սպառնա, Պետդումայից սպառնում են, բլոգերները, պրոպագանդիստները սպառնում են։ Այսինքն հակամարտությունը եւ Արևմուտքի եւ իր հարևանների հետ սկսել է եւ շարունակում է Ռուսաստանը եւ ճիշտ ասեցիք տնտեսական շանտաժ, բայց գործընկերը շանտաժի է ենթարկում իր գործընկերության։ Այդ ինչ գործընկերությունն է, այն է ռազմավարական։ Հիմա ես մեր այսպես թիմի կուսակցության թեզերին անցնեմ։ Տեսեք, խաղաղության դարաշրջանում, երբ որ խաղաղություն հաստատվի մեր տարածաշրջանում, դրան հաջորդելու է իհարկե կոնֆլիկտները եւ հակամարտությունները դադարելու են, բայց դրան հաջորդելու է շատ սուր մրցակցություն, տնտեսական մրցակցություն։ Դուք տեսնում եք, ասենք
Վրաստանը օրինակ, չէ, Վրաստանի վերնախավը քաղաքական ինչպես է արձագանքում, երբ մենք խոսում ենք այլընտրանքային ճանապարհների մասին, որը Վրաստանի տարածքը շրջանցելու է։ Հասկանում եք, այս բոլորը եւ Վրաստանը, եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը լուրջ տնտեսական մրցակցության մեջ են լինելու։ Դա նորմալ է։ Մրցակցության մեջ են լինելու նաեւ Ռուսաստանը, որպես տարածաշրջանին հարևան երկիր, շատ լավ է բարեբախտաբար մեզ ոչ հարևան, Թուրքիան, Իրանը, այս 3 խոշոր պետությունները նույնպես լինելու են այդ մրցակցության մեջ եւ փորձելու են այս կամ այն կերպ ազդեցություն ունենալ տնտեսական գործընթացների վրա։ Հիմա հաշվի առնելով այս փաստը, մենք գտնում ենք, որ մեր ճանապարհը, ռազմավարական ճանապարհը մրցունակ տնտեսության ստեղծումն է, զարգացումն է եվրոինտեգրման ճանապարհով։ Պարոն Հակոբյան, հիմա տեսեք։ Մենք ունենք ԵԱՏՄ-ի հետ անհամեմատ ավելի մեծ առևտրաշրջանառություն, քան Եվրամիության հետ։ Եթե մենք այսպիսի շեշտակի որոշումներ ենք կայացնում, ինչ են ասում ընդդիմախոսները, ասում են, որ դուք Ռուսաստանին լարում եք Հայաստանի դեմ, դուք տնտեսական ճգնաժամ եք առաջացնելու եւ այն բոլոր այդ չափորոշիչներին համապատասխանելը, որ մենք վաղուց պետք է անեինք, մենք դա չենք արել, անգամ ՍԵՊԱ-ն ամբողջությամբ չենք իրագործել։ Հիմա գնում ենք եվրոինտեգրման, կորցնելու ենք ԵԱՏՄ շուկան, դուրս ենք գալու այդ կառույցից եւ չկարողանանք եվրոինտեգրվել ու Հայաստանը դնելու ենք լուրջ ճգնաժամի առաջ։ Ես ռազմավարական թեզ եմ առաջ քաշում։ Խնդրում եմ ուշադիր լսեք։ Մեր տնտեսական, սոցիալական, անվտանգային խնդիրների լուծման համար մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Ես չեմ ասում մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից հիմա։ Ես ասում եմ մեր պետության մրցունակությունը բարձրացնելու համար տարածաշրջանում եւ ընդհանրապես այս ճանապարհն է ԵԱՏՄ մնալով եւ այս թվացial ռազմավարական գործընկերը բացարձակապես շահագրգռված չէ Հայաստանի զարգացման մեջ։ Հասկանում եք, ես դա եմ ասում։ Մոդելը մենք ընդհանրապես մեր զարգացման ճանապարհը եվրոինտեգրումն է։ Մենք եթե մնացինք այս մեկուսացման մեջ, հա, շրջափակման մեջ, մեկուսացման մեջ, հյուսիսից մեր այսպես ճակերտավոր գործընկերոջ նրանք մենք չենք կարողանալու զարգանալ։ Մեր տնտեսությունը մնալու է այդ ձեր ասած ցուպիկների, մանրեների, վիրուսների եւ այլ այդ ամեն ինչի մեջ, որոնք նաեւ քաղաքական համակարգում են։ Ռազմավարությունը ռազմավարությամբ, բայց պարոն Հովհաննիսյանն ասում է, շուտ եք անում։ Հիմա ուզում եք մենք անական լինելով գնանք Եվրամիություն։ Հարգելիս, հիմա ես ասում եմ, պարոն Հովհաննիսյան, ուշադիր լսեք, դուք ասում եք, ինչին ընդունվեց, որ այդ հարաբերությունները դարձան թշնամական, վտանգավոր մեր ազգի համար։ Այդ օրենքը ինչի բերեցիք ազգային ժողովը, չի ազգային պատրաստ չենք։ Վերջին հարցին պատասխանեք եւ պարոն Գյուլիան։ Որ մենք գնանք դեպի Եվրոպա, դեպի արևմուտք 2-0 կողմ է։ Բայց չգիտենք երբ։ Ոչ թե ինչն է կարևոր, այլ ինչպես։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն տեղի ունեցավ հանրաքվե, որը կոչվեց Եվրաքվե։ Անհրաժեշտ էր 50,000 ստորագրություն, որպեսզի ազգային ժողով մտներ օրենքի նախագիծ։ 60-ը բերեցիք, պարոն 60-ը հավաքվեց, եթե 1 ամիս էլ շարունակվեր, 1 ամիս շուտ հավաքվեց։ Հնարավոր է որ լիներ 100,000 ստորակ։ Հնարավոր է, պարոն Հովհաննիսյան։ Հնարավոր է, իհարկե։ Այսինքն, տեսեք, մեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մեր քաղաքացիների մեծ մասը ակտիվ, տեսեք, չեմ ասում բոլոր, կան մարդիկ, որոնք ընդհանրապես քաղաքացիական դիրքորոշում չունեն։ Եկան եւ ասեցին ազգային ժողով, դու պարտավոր ես ընդունել օրենք հետեւյալ, այսպես ասած, ստորագրություններ հավաքի հիմա վրա։ Այո։ Ազգային ժողով պարտավոր է հիմա։ Շատ լավ է, որ մեծամասնությունը այդ դրոշակը վերցրեց եւ ասեց, օքեյ, մենք ընդունում ենք օրենքը։ Բայց այսօր այդ Եվրոպայի ինտեգրման ջատագովների խոսքը խորհրդարանում մենք չունենք այդ խոսքը այնտեղ։ Մենք ենք, որ պետք է առաջ տանենք այդ գործընթացը։ Պարոն Գյուլիան, հասանք ձեզ։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Քանի որ բոլորին դեմ եմ ոչ ստանդարտ կուսակցություն է, ես կուզեմ ոչ ստանդարտ մոտենալ այս հարցի պատասխանին։ Ուրեմն այսօր ստեղ շատ տարբեր մտքեր ու գաղափարներ լսեցինք, բայց իմ կարծիքով խնդիրը կայանում է նրանում, որ այս գաղափարների մեծ մասը մենք ազգային ժողովում չենք տեսնելու։ Այսինքն չեն անցնելու, որովհետև այսինքն մենք գալու ենք այստեղ, խոսելու ենք, 1 ամիս
նախընտրական թոհուբոհա, դուք կանչելու եք մեզ տարբեր հարցազրույցների, ընտրություններից հետո այս քաղաքական ուժերի ներկայացուցիչների մեծ մասը իրանց անձնական էջերով են իրանց գաղափարները տարածելու։ Դուք որոշել թե քաղաքացին ում Իմ կարծիքն եմ ասում։ Ես իմ կարծիքն այս եմ սեղանի ասում։ շուրջ նստած որևէ ուժ խորհրդամ չի այդպես դուք։ Ես ավարտեմ, եկեք ավարտեմ կասեմ։ Ես չեմ նկատի ունենում միայն այստեղ եղած ուժերին, այլ ուժերի մեծ մասին, 19 ուժի մեծ մասին, դա ցույց է տալի թե վիճակագրությունը, թե անցած ընտրություններին պայմանական 25 ուժից 2-ը ընդամենը հաղթարեց շեմը ու այդպես շարունակ։ Խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է հնարավորություն տանք նման քաղաքական ուժերին իրանք կարողանան ազգային ժողովը օգտագործեն, որպեսզի իրենց գաղափարները ավելի լավ առաջ տանեն, որպեսզի հանրության հետ կարողանան ավելի շատ շփումներ ունենան, դրանով իսկ ավելի մեծ պոպուլարություն հավաքեն, որպեսզի կարողանան այս գաղափարները իրականացնել։ Թե չէ գաղափարները որպես գաղափարներ, իրանք եթե հողի վրա չիրականացվի, ոչ մեկին պետք չեն։ Պարոն Հակոբյանը նշեց, որ իրենց կուսակցությունը եկել է Եվրաքվեյը կազմակերպել, սակայն միևնույնն է ազգային ժողովում այդ գաղափարը ներկայացնող ուժ չկա։ Պարոն Գյուրեղյան, այսինքն առաջարկում եք անցողիկ շեմի իջեցում։ Այս պահին չկա։ Ես հիմիկվա մասին եմ խոսում, ավարտեմ էլի պարոն Հակոբյան, ամենաշատը ես եմ ձեզ լսել։ Ներողություն։ Օրենքը ընդունվեց, բայց պարոն Հակոբյանը նշեց, որ միևնույնն է այդ գաղափարի շարունակականությունը իրականացնող ուժ չկա։ Որպեսզի այդ հնարավորությունը լինի, դրա համար պետք է համակարգային փոփոխություններ լինեն։ Ու բոլորին դեմը հենց այդ մտքով է ստեղծվել։ Պարոն Հովհաննիսյանի հետ ես գուցե համաձայնվեմ այն մտքի հետ, որ ասում է ընտրությունները դարձել է այսպես ասած Եվրոպա եւ Ռուսաստան մրցակցության ընտրություններ, այսպես ասած, ու ուժերը դիրքավորվում են այդ ուղղություններով, հետեւաբար նաեւ իրանց ընտրողներն են այդպես դիրքավորվում, ու տենց լուրջ բևեռացում է գնացել։ Բայց մենք մոռանում ենք, որ մեր քաղաքացիների շատ մեծ զանգված բոլորին դեմ է։ Այդ մարդիկ բոլորին մերժում են։ Իրանք չեն մասնակցում ընտրություններին, իրանք չեն գնում քվեարկելու։ Բոլոր հարցումները, որ նայեք, 30-ից 40% իհարկե մինչև ընտրությունների մոտենալը դա նվազում է, բայց միևնույնն է, քաղաքացիների ասենք 20-25-30%-ի մարդիկ բոլորին դեմ են։ Այսինքն, երբ որ մենք ստեղծել ենք բոլորին դեմ են, այդ ձեր ասած բևեռացումը երկու ընտրության մեջ մերժել են մարդիկ։ Ու այդ բանից ելնելով ստեղծվել է բոլորին դեմը։ Լուծումը ես տեսնում եմ հետևյալում։ Հունիսի 7-ին քաղաքացիները պետք է գնան ընտրեն բոլորին դեմեմ քվեաթերթիկ համար 2-ին։ Ինչի՞։ Ու այդ նաև կարևոր է ըստեղ հավաքված ուժերի համար իմ կարծիքով։ Առաջին նրա համար, որ այդ շատ բոլորին դեմ մարդիկ հնարավորություն կունենան, իմաստ կունենա իրանց ընտրելու իրավունքը վերականգնելու։ Երկրորդ պատճառը այն է, որ եթե իրանք համակնում են այս ուժերի նման ուժերին կամ այն 10-ի մեծ մասին, ուրեմն հաստատ պետք է ընտրեն բոլորին դեմեմին, որովհետև մենք 100 օր հետո անցկացնելու ենք արտահերթ ընտրություններ, որի ժամանակ անցողիկ շեմը ցածր է լինելու, ու իրանք իրանք սիրած ուժերին կկարողանան գալ ու քվեարկել։ Այս բանի մասին եմ ես ուզում խոսել, թե չէ մենք հիմա այստեղ կարանք շատ մտքեր արտահայտենք, բայց այդ մտքերը եթե վաղը մեր քաղաքացիները ազգային ժողովում չեն տեսնելու, ձեր հանձնաժողովներում աշխատանքը չեն տեսնելու, ձեր վերլուծությունները չեն տեսնելու, դա ոչ մեկին պետք չի իմ կարծիքով։ Ձեր քաղաքական ուժը այսպես մի վահան ունի, որ ինչ հարց տալիս ենք, դուք այդպես եք պատասխանում, ասում եք ընտրեք մեզ, մենք կգանք այս 100 օրվա մեջ փոփոխություններ կանենք, շատերը կլինեն, շատերի կարծիքը կլսենք։ Շատ լավ, բարի։ Հիմա ես դες կոնկրետ հարց եմ տալիս։ Դուք քաղաքական ուժ եք, ավանդական, ոչ ավանդական, կապ չունի։ Դուք պետք է հստակ դիրքորոշումներ ունենաք ինչ որ կարևոր հարցերի շուրջ։ Այո։ Տնտեսական ամենակարևոր հարցերից մեկը մեր անդամակցությունն է այս կամ այն տնտեսական բլոկին։ Հիմա խնդրում եմ ուղիղ պատասխանեք իմ հարցին։ ԵԱՏՄ թե Եվրամիություն։ Պատասխանեմ։ Իհարկե մենք ճիշտ ենք անում, որ բոլոր հարցերին ձեր ասած ձև ենք պատասխանում, որովհետև նշեցի պատճառը, այդ պատասխանները, որոնք հիմա տրվում են, եթե դրանք վաղը տեղ չեն գտնելու ոչ միտեղ, իմաստ չեմ տեսնում ես դրա մեջ։ Բայց այդտեղ կա նաև երկրորդ խնդիրը։ Հայաստանի Հանրապետությունում խոշոր հաշվով հաշվի առնելով այն, որ թե տեղեկատվական թափանցիկությունն է քիչ, թե ինֆորմացիոն հոսքերը հստակ չեն, թե նորմալ անալիտիկ կենտրոններ չկան ու որևէ կուսակցություն այնքան հնարավորություն չունի այդ ամեն ինչից ամենապրոֆեսիոնալ ձևով օգտվելու, ինչ է անում մեր ընդդիմությունը ձեր տրված հարցերին պատասխանելուց։ Ինքը երկու բան ունի անելու։ Ինքը կամ պետք է ինչ-որ մի բան ասի վատ է, ասենք ռեակտիվ, ասենք իշխանությունը որոշում է X քայլ անի, ասում է թե շատ վատ ես անում, տես բան մի արա, կամ էլ պետք է այդպես տարբեր մտքեր գեներացնի ու ասի, որոնք առանձին վերցրած կարող է շատ լավ մտքեր են, բայց իրանք ինչ որ մտքեր են, իրանք ոչ մի հիմք չունեցող մտքեր են կոպիտ ասած։ Ու երբ որ այդ մարդիկ ինչ որ հրաշքով
վաղը գալիս են իշխանության, իդեպ այդ հրաշքն էլ Հայաստանի Հանրապետության դեպքում հիմնականում արտահայտվում է հեղաշրջման ու հեղափոխության տեսքով։ Երբեք այդ հրաշքը ընտրություններով չի լինում։ Երբ որ այդ մարդիկ գալիս են իշխանության ու սկսում են արդեն հողի վրա առնչվել այդ խնդիրների հետ, մեկ էլ զգում են, որ այն 10 հատ խոստումից երկուսը ընդհանրապես հնարավոր չի անել, որովհետև իրանք ոչ արտաքին քաղաքականության մեջ այդ պարտներների հետ նորմալ շփումներում են հասկացել ինչ պետք է անեն, ոչ էլ ներքին։ Հիմա ձեր կարծիքով որ 3-ի փոխարեն խորհրդարանում լինի 13 ուժ, այդ հարցերը լուծել։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Նրա մասին է խոսքը, որ ինչ կապ ունի, ինչ են ասում քաղաքական ուժերը։ Իրանք խոշոր հաշվով գնալու են, ընտրվեն, անելու են այն, ինչ որ կարանալու են, անեն։ Այդ ձևա լինելու։ Իրանք, չէ, մեր կոնցեպտը ինչ է փոխելու։ Մեր կոնցեպտը քաղաքական շատ ուժերի հնարավորություն է ընձեռնելու, մինչև այդ փուլերը հասնելը հնարավորություն ունենան աշխատելու։ Հիմա ազգային ժողովը միշտ մենք նայում ենք նույն երկու ուժն է խոշոր հաշվով։ Ինչ որ ռակետովկեք են տեղեն ունենալ, դե 3 են, բայց 2 են, էլի։ Ինչ տարբերություն։ Դրանից առաջել էր երևի տենց, դրանից առաջել, այս ընտրություններին էլ կարա տենց լինի։ Այսինքն եղավ 13, ոչ թե 3, ինչ փոխեց։ 13 չլինի, կարա 7 լինի։ Բայց այստեղ խնդիրը նրանում է կայանում, որ այդ ուժերը հնարավորություն ստանան, թե օգտվելու քաղաքացիների հետ լայն շփումների հնարավորությունից, եւ թե աշխատելու այդ մարմիններում։ Հիմա ոչ մի մարմնում այս մարդիկ չեն աշխատել, պարոն Հովհաննիսյանը շատ երկար փորձ ունեցել։ Պարոն Հակոբյանը ձեզ հարց ունի, պարոն Կիրեղյան։ Համեցեք։ Ես գիտեմ, որ ձեր խմբում կան բավականին լուրջ ինտելեկտուալ մարդիկ։ Ձեր ինտելեկտն էլ գնահատելի է, բայց ես կարծում եմ, որ դուք մտել եք խոշոր մանիպուլատիվ մի հատ գործընթացի մեջ, թույլ տվեք դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եվ թվում է, թե դուք փորձում եք քաղաքական դաշտը առողջացնել, չէ՞, ձեր ասելով, եթե դուք անցակ եւ մեծամասնություն եղաք, ձեզ թվում է, որ մարդիկ այսպես գալու են ձեզ ձայն են տալու եւ դուք մեծամասնություն եք ունենալու եւ 100 օր հետո նոր ընտրություններ եք կազմակերպելու, ճիշտ է, իսկ ի՞նչն եք փոխելու, որ օրենքներն եք փոխելու, սահմանադրություն եք փոխելու, ընտրական օրենսգիրք եք փոխելու, կուսակցությունների մասին օրենքն եք փոխելու։ Կարող եք կոնկրետ դրույթներով։ Այո, կոնկրետ կասեմ։ Ինչ եք ուզում փոխել։ Մենք շատ կոնկրետ կասեմ, բայց մի հատ կարճ հարց տամ նոր, որ ասացիք մանիպուլյացիա դա ինչ նկատի ունեք։ Որն է ձեր արգումենտը, որ մանիպուլյացիա։ Դա ասեք ու ամբողջովին պատասխանեմ, որ դա է քաղաքական դաշտում հետևյալն է, հարգելի պարոն Գյուրգյան։ Դուք ստեղծում եք քաղաքական միավոր, անվանում եք բոլորին դեմ M, հա? Ճիշտ է։ Եվ փորձում եք ստանալ այն մարդկանց ձայնը, ովքեր բոլորին դեմ են։ Սա քաղաքական մանիպուլյացիա է։ Թույլ տվեք։ Սա է։ Շնորհակալություն հարցի համար։ Ես հերթով անդրադառնամ։ Այսինքն, ոչ թե գաղափար եք տալիս, հասկացել եմ ձեզ։ միտք եք տալիս։ Հասկացել եմ։ Այլ այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքացիական դիրքորոշումը չեն ուզում արտահայտել։ Հասկացել եմ, պարոն Հակոբյան։ Ուզում եք ասեք, եկեք մեզ ընտրեք։ Ես դες լրիվ հասկացել եմ, հերթով պատասխանեմ։ Սկսեմ կոնկրետ փոփոխություններից, հետո կասեմ այդ մանիպուլյացիաների մասը։ Առաջին, մենք հայտարարել ենք հստակ օրակարգ մեր ստեղծվելու առաջին օրվանից։ Այդ ծրագիրը կամ օրակարգը, որ մենք ունենք, առաջի օրվանից հրապարակվել է, որի մեջ ինչա մտել։ 3 օրենսդրական փոփոխություն է դրա մեջ մտնում։ Առաջինը, մենք իջեցնելու ենք անցողիկ շեմը։ Անցողիկ շեմը իջնելու է 1%։ Երկրորդ փոփոխությունը, մենք չեղարկելու ենք կայուն մեծամասնությունը, այսպես ասած դրա մեջ նաև մտնում է երկրորդ փուլի հասկացությունը, որ համամասնական ընտրակարգում երևի տենց աշխարհում երկիր չեք գտնի, որ նման գոյություն ունի։ Մուսոլինի Շնորհակալություն, ես այդքան բան հետ չէի հիշում, դուք օգնեցիք։ Սերժն էլ դու չներ։ Այո։ Երրորդ փոփոխությունը, իդեպ այդտեղ մի կարևոր բան էլ ասեմ, կայուն մեծամասնության չեղարկում, նաև մեր դեպքում նշանակում է այսպես ասած կայուն փոքրամասնության չեղարկում, որ պայմանական եթե ընդդիմությունը 10% է հավաքել, ավտոմատ սարքեն 30%։ Մենք այդ արհեստական դրույթները մերժում ենք։ Երրորդ փոփոխությունը, որ մենք անելու ենք, ավելացնելու ենք բոլորին դեմ եմ քվյաթերթիկը, որ այսուհետ դա չլինի կուսակցության քվյաթերթիկ, այլ լինի, ես ավարտեմ, էլի ամբողջ զրույցի սկզբում, չէ, չեմ ավարտել։ Ու այս զրույցի ամենասկզբում բոլորը լիքը խոսել են, ես չեմ խոսել։ Սա օրենսդրական փոփոխություններն են։ Իսկ գործողությունները, որը էլի հստակ է, հետեւյալն է։ Մեր ընտրվելու դեպքում, ու այդ ընտրվելը ոչ թե միայն այն դեպքում է, որ մենք 50% ենք հավաքում, այլ պայմանական հավաքում ենք 10%, բայց որևէ ուժ չունի 50% ձայն, ու մենք պարտադրելու ենք մեր վերջնագիր ծրագիրը։ Դրա մեջ մտնելու է 100-օրյա կառավարություն, մեր վարչապետով այս փոփոխությունները անում ենք 100 օր հետո նշանակում ենք արտահերթ ընտրություններ, որին մեր վարչապետի տեխնացուն չի մասնակցում որպես տեխնացու։ Իսկ եթե խոսենք մանիպուլյացիայի մասով, այդ մասով հետեւյալ հստակ բան է ասեմ։
բոլորին դեմ եմ ստեղծվել է հենց այդ բոլորին դեմ մարդկանց հոգեվիճակից ելնելով։ Բոլորին դեմ մարդը մինչև էս չէր գնում ընտրության։ Ինքը եթե ընտրության է վաղը գնալու, ինքը մեր համար է գնալու ընտրության։ Ու ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիները այնքան չեն հասկանում, որ վերցնում են թուղթը, որի վրա գրած է բոլորին դեմ եմ կուսակցություն, իրանք էդի մտածում են, որ էդի ինչ որ բոլորին դեմ ես իմ ինչը, հասկանում եք, որովհետև եթե նման բանով զբաղվենք, պարոն Հակոբյան, մեր կուսակցությունների անունները, որ հիմա իրար հետ նստենք գրենք, բոլորի մեջ է մանիպուլյացիա կարանք գտնենք։ Հասկանալի է, պարոն Կիրակոս, շնորհակալ եմ։ Մի փոքր ես ուղղակի վերջին բառն եմ ասում, ես նոր եմ։ Ես ուղղակի չեմ ուզում այդ դաշտ մտնել, որովհետև դրա մեջ ես իմաստ չեմ տեսնում։ Մենք մեր կուսակցությունները դուք գնացեք մասնակցեք։ Քննարկման թեմա սոցիալ-տնտեսական խնդիրներն են, ոչ թե դեմեմի գաղափարները, շատ մի փոքրիկ ռեմարկ։ Ես ես հավաստիացնում եմ, պարոն Կիրակյան, մենք հանդիպում ենք մարդկանց հետ հիմա մարզերում։ Կան մարդիկ, որոնք գիտեք ինչ են ասում մեզ, մենք ասում ենք, մինչև հիմա մենք չէինք գնում ընտրությունների։ Հիմա գնալու ենք եւ մեր դիրքորոշումը կոնկրետ մեր համար կամ այլ։ Այսինքն իրենք դուք այդպես միանշանակ մի ասեք, որ նրանք գտնում են այդ հոգեվիճակի մեջ, չէ, այսինքն այն մասան, որի մասին դուք խոսում եք, այդ մասան արթնանում է, որովհետեւ ինքը լսում է իրեն հարազատ մտքեր ու գաղափարներ գուցե։ Ընտրություններին մասնակցել եք։ Ոչ, չեմ մասնակցել։ Պարոն Հակոբյան, ձեր ուժը մասնակցել է, չէ՞։ Որոշը։ Բաբաջանյան դաշինքով մասնակցել Ես ուղղակի այստեղ չէ, այդ ընտրություններին մասնակցել եք դուք։ Այդ ձեր արթնանալու արդյունքում, մարդկանց արթնանալու արդյունքում, կներեք արտահերթը ուրիշ իրավիճակ է։ Ես բայց այդ չի ասում, իրավիճակը չեմ ասում։ Այդ արթնանալու պատճառով Հայաստանի Հանրապետությունում 21 թվին ընտրությունների մասնակցել է 1.250.000 մարդ։ Դրանից առաջ էլ է այդ մասնակցել։ Հիմա եթե ընտրություններին այդքան մարդ է մասնակցելու, դուք մի հոգու NUS-ից եք վերելու արթնացնեք բերեք ձեր դաշտ, դրանով բան չի փոխվում։ Բան կարա փոխվի այն դեպքում, եթե ընտրություններին 1.250.000-ի փոխարեն մասնակցի 1.500.000, որ այդ բոլորին դեմ մարդիկ գնան, այդ մարդիկ կներեք, պարոնայք ձերը չեն, այդ մարդիկ մեր բոլորին դեմ են, կուսակցության համակիրներն են։ Հասկանալի է։ Պարոնայք, հիմա արդեն ժամանակը սպառվում է, ուզում եմ շատ կարճ անդրադառնանք իմ առաջին հարցին, ԵԱՏՄ Եվրամիություն քննարկմանը անցանք, չհասկացանք Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրները որոնք են եւ ասոցիացիաները, անդամակցությունները մի կողմ։ Ինչպես ենք լուծում այդ խնդիրները, եթե անգամ Եվրամիության անդամ ենք կամ մենք ԵԱՏՄ-ի անդամ, խնդրեմ պարոն Անդրանյան։ Խնդիրը նորից ոնց ասենք, կա մի ընտանիք տնտեսական տիրույթ, որի մեջ մենք գտնվում ենք։ Եթե մենք խոսում ենք ինչ-որ բարեփոխումների մասին, բայց մնում ենք ԵԱՏՄ-ում, դա մեզ հեռանկարի չի տանում։ Մենք կարող ենք կոնկրետ ասել։ Մարդիկ ենթադրենք գնում են, ասում են, այ կգանք ձեր տանիքը կվերանորոգենք գյուղում։ Մենք ասում ենք, հարգելիներս, 21-րդ դարին հարիր գյուղական բնակավայր պետք է ունենա։ Չէ, պարոն Անդրանյան, ես նկատի ունեմ, ինչ տիպի տնտեսություն ենք մենք ուզում։ Ծանր արդյունաբերության վրա հիմնված, թեթև արդյունաբերության վրա, բարձր տեխնոլոգիաների վրա, ո՞րն է ձեր տեսլականը։ Հայաստանը ուներ մրցակցային առավելություն նույնիսկ տոտալիտար խորհրդային միությունում։ Ունենալով ինտելեկտուալ պոտենցիալ, ռազմական արդյունաբերություն կար այստեղ, կոոպերացիայի առումով խորհրդային միության տարբեր տեղերից բերում էին ապրանքներ, կոմպլեկտավորում էին, գիտական միտք էին դնում եւ աշխարհին դա մատուցվում էր։ Այսօր մեզ Եվանից սկսեցին պատկերացնել որպես ընդհանրապես գյուղմթերք վաճառող ռուսական շուկայում։ Ինչ պատահեց մեր ինտելեկտի հետ։ Հայ ժողովուրդը իր ինտելեկտը կորցրեց, հայ ժողովուրդը մրցունակ աշխատուժ է Եվրոպայում էլ, Ամերիկայում էլ, Ռուսաստանում էլ։ Ինչ պատահեց մեր ազգին, որ մենք չենք կարող ի վիճակի չենք մենք նորմալ տնտեսություն ունենալ ու զարգացնել։ Այդ նորմալ է, ինչ։ Հենց դա է ասում, երբ որ մենք խոսում ենք, որ մեր մոտ այսպիսի աղետալի վիճակ է Երևանի եւ մարզերի, ինչ ասում են, գնանք միտեղ մի հատ տուն սարքենք, վարկ տանք։ Տունը կա, բնակիչը չկա, բնակիչը կա, տունը չկա, դպրոցը կա, աշակերտը չկա, հողը կա, մշակողը չկա։ Այսինքն այս ամեն ինչը հետո չկա համակարգային լուծում։ Իսկ այսօր են ինչի մասին մենք խոսում ենք։ 21-րդ դարի գյուղական բնակավայրեր եվրոպական բոլոր երկրներում կան։ Ու դա այնքան սովորական բան է։ Պարոն Անդրանյան, որ մենք մտնենք Եվրամիություն, այսպես ձեռքի մի հարվածով այդ հարցերը լուծվելու են։ Հա, բայց մենք քայլ պետք է անենք դեպի այդ ուղղությամբ։ Դա նույնն է ոնց որ ասեք, բերեք, մենք ստանանք դիպլոմի մակարդակի գիտելիք, կներեք, մի րոպե, բերեք մենք մեր գիտելիքը համապատասխանի դիպլոմ ստանալու, նոր գնանք բուհ ընդունվենք։ Ոչ, բուհ ընդունվում ենք, որպեսզի սովորենք դիպլոմը ստանանք։ Պարոն Անդրանյան, քայլը անենք, բայց մենք պետք է հստակ հասկանանք, չէ՞, ինչ տեսակի, օրինակ ինչ ենք արտահանում Եվրամիություն։ Արտահանում ենք տեխնոլոգիաներ, արտահանում ենք
հանքարդյունաբերական հունք, արտահանում ենք հագուստ, գյուղմթերք, որն է մեր 20 տարի մի մետրոյի կայանք չեն կարող որի վրա մենք պետք է Եվրամիության հետ շուկայական հարաբերություններ կառուցենք։ մետրոյի Ես որ ձեզ ասեցի, որ մենք մեր մրցակցային առավելությունը այդ ինտելեկտուալ պոտենցիալը չենք օգտագործում մի պարզ պատճառով, որ այն համակարգի մեջ, որտեղ մենք գտնվում ենք, այդ համակարգում դրա կարիքը չկա։ ԵԱՏՄ-ի համար մեծ խելք պետք չի այնտեղ ապրանք արտադրել, որը տանել Ռուսաստան վաճառել։ Այդ դրա համար դուք չեք տեսնում։ Իսկ Եվրամիության համար։ Բայց Եվրամիությունը անհատական պայմանագիր է կնքում ժամանակացույցով ցանկացած երկրի համար եւ ասում է դու այս քայլերը պետք է անես եւ չմոռանանք Թուրքիան Եվրոպական մաքսային միության անդամ է, քանի տարի է կանգնած Եվրոպական դռան առաջ եւ նրան չեն ընդունում։ Նույնիսկ անդամակցության բանակցություն չեն վարում տեխնազու պետության հետ, որովհետեւ Եվրամիությունը ընդհանրապես տնտեսական տիրույթ չի, դա համակարգ է, կենսակերպ է։ Այսինքն եթե դուք ժողովրդավարության մակարդակով, մարդու իրավունքներ հիմնարար ազատություններ, խոսքի, եթե դու այդ մակարդակով չես համապատասխանում, դու տնտեսական համակարգ չես կարող մտնել։ Պատկերացրեք համապատասխանել ենք, դուք եկել եք իշխանության, մենք Եվրամիությանը անդամագրվելու հայտ ենք ներկայացրել։ Իմ հարցը ուրիշ բանի մասին է, ասում եմ մենք ինչ ենք առաջարկում Եվրամիությանը։ Ինչ ապրանքատեսակներ։ Այդ շուկայում, որտեղ որ մենք խոսում ենք, չէ՞, այնտեղ ենթադրենք խորհրդային միության ժամանակ պլանայիններ իրանց մոտ քվոտավորված է։ Եկան, նայեցին, տեսան մենք ինչ կարող ենք անել։ Մարդիկ պատրաստ են ներդրումներ անել։ Ինչ կարող ենք մենք անել։ Ամեն ինչ էլ կարող ենք անել։ Նախ մի բան ասեմ, այսօր 8 միլիարդից ավել մոլորակի վրա մարդ է ապրում, այսօր գենետիկ մոդիֆիկացված սնունդ են տալիս, որ ուտեն չեն հասցնում կերակրեն, սովամա են ելնում։ Դուք հողատեսկերի կեսը դատարկ է, ուզում եք ասեք ինչ ենք անելու։ Բայց դուք ասում եք ով ասաց ինչ են Հայաստանին նայում որպես գյուղատնտեսական երկիր, 1000 բան կեսը չեն կարող օգտագործեն նույնիսկ, որովհետև բարենպաստ չի, մենք չենք կարող աշխատել։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, ձեր տեսակետը մենք ինչ տեսակի տնտեսություն ենք ուզում ունենալ, ինչի վրա հիմնված։ Ուրեմն ես ասեմ, որ մեր հարևան երկու հանրապետությունները ոչ ԵԱՏՄ-ի, ոչ էլ Եվրոմիության անդամ են եւ զարգանում են։ Նույն Ադրբեջանը Ես ձեզ ասեմ ավելին, մեր հարևան 4 պետություններն էլ ոչ ԵԱՏՄ-ի, ոչ Եվրամիության անդամ։ 4-ը չեմ ասում եմ այն հարևանների մասին, որոնց հետ մենք 70 տարի եղել ենք մի, այսպես ասած, պարանոցով կապված։ Ամենայն դեպս ես ասեմ հետեւյալը, որ քաղաքականությունը դա հնարավորին հասնելու արվեստ է։ Այդ հնարավորը ձեռքից բաց չթողնելու։ Մենք մի հատ մետրոյի կայան մեր մայրաքաղաքում 20 տարիա չենք կարողանում կառուցել։ Մենք ասում ենք Ռուսաստանը հետամնաց է, բայց Մոսկվայում հարյուրավոր կայաններ մետրոյի կառուցվեցին այդ ընթացքում։ Հասկանում եք, այսինքն չի կարելի սայլը դնել ձիուց առաջ։ Անհրաժեշտ է այդ ներուժը ստեղծել։ Իսկ ինչու մեզ ես հարգելի Էդուարդի ասացին եմ անդրադառնում, տարակուսում է, այսպիսի տաղանդավոր ազգ, այսպիսի տաղանդավոր ժողովուրդ, ինչու մենք չենք կարողացել այս ընթացքում, երբ որ դրվել էր հարց, եվրոպական ստանդարտները զարգացնել, եվրոպական ստանդարտներին համապատասխանել, դա քննարկել ենք արդեն։ Հիմա իմ հարցը այն մասին է, ձեր քաղաքական ուժը ինչ է առաջարկում։ Ինչի վրա հիմնված տնտեսություն ունենալ։ Մի րոպե շատ կարևոր բան եմ ասում։ Ինչու չենք կարողանում, որովհետև անցած ընտրությունների ժամանակ նույն օլիգարխիաներ հավակնում իշխանության, այսօր նույնը։ Իշխող ուժը խնդիր էր դրել բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման, մենք այդ մի րոպե, երբ որ բիզնեսը տանիքավորվում է խորհրդարանում, երբ որ բիզնեսմենները, գործարարները փոխանակ զբաղվեն առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերով, դարձնեն իրանց ապրանքները մրցունակ, գալիս են խորհրդարան, որպեսզի իրանց ապրանքը անորակ հնարավորություն ունենան այնտեղ դիրքավորվելով երաշխավորել դրա մուտքը ռուսական շուկա, այս ստեղծվում է այս իրավիճակը։ Պարոն Հովհաննիսյան, ես հասկանում եմ, դուք չեք սիրում իմ հարցերին պատասխանել։ Իմ հարցը այն մասին է։ Մեր քաղաքական ուժը, ձեր քաղաքական ուժը ինչ տիպի տնտեսություն է պատկերացնում Հայաստանում։ Այ, շատ լավ հարց է։ Այդ հարցն էի տալիս։ Հա, շատ լավ հարց է, ես ասեմ ինչ տիպի։ Ես ասեմ։ Ուրեմն տնտեսությունը պետք է համապատասխանի
շվեդական սոցիալիզմի չափանիշներին, որովհետև մեր ժողովուրդը հոգեբանորեն այս իրավիճակը, երբ որ այսպիսի բևեռացում էր, այսպիսի զարհուրելի վաուչերային ծեփակ մեր կուսակցությունը ինչ անելու, այսինքն մեր ուժը ինչ անելու, առաջինից նիստի ժամանակ մենք պահանջելու ենք, որպեսզի ստեղծվի պետական հանձնաժողով եւ վերանայվի վաուչերային սեփականաշնորհման ամբողջ ընթացքը եւ արդյունքները, որովհետեւ վաուչերային սեփականաշնորհումը դա ժողովրդի թալան էր, անտանելի թալան, համաշխարհային պատմության մեջ այդպիսի թալան չի եղել։ Ինչպիսին ենթարկվել է մեր ժողովուրդը վաուչերային սեփականաշնորհման պատճառով։ Ուրեմն բոլոր ստրատեգիական ամեն մի գործարանի համար պետք է պատասխան տան։ Այդ ինչի է դուր կորավ երազը։ Այդ ինչ եղավ երազի հետ։ Այդ ինչ եղավ, այդ ինչպես մասնատվեց։ Քիմիական արդյունաբերությունը Վանաձորցիրա էդիկը կասի, ինչ եղավ քիմիական արդյունաբերությունը։ Այսինքն մեր տնտեսությունը մեթոդաբար քանդվել է եւ դրա համար որևէ մեկը մենք նախ առաջի իսկ դիստում հրճակելու ենք 4-րդ հանրապետություն։ 4-րդ հանրապետություն։ Երկրորդ քայլով մենք ասելու ենք, որպեսզի այս գալիս եմ ձեր հարցի պատասխանին, որպեսզի այս ազգային ժողովը, քանի որ ընտրված է ժողովրդի կողմից, ազգընտիր է, ստանձնի սահմանադիր ժողովի պարտականություն, լիազորություն, ինքը հրճակի օրենսդրական ակտ ընդունի, որ այս ազգային ժողովը ստանձնում է պատասխանատվություն մշակելու նախագիծ եւ առաջարկելու հանրաքվեի այդ սահմանադրության մեջ անպայման երաշխավորվել տարեկան պիտի ինդեքսացիա անել այս գների աճը որ տեղի է ունենում ինդեքսավորում պետք է արվի որպեսզի մարդկանց վաստակը հոդս չցնի։ Շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան, պարոն Հակոբյան ձեր կարծիքը։ Քանի րոպե ունեմ։ 3 Տեսեք, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի տնտեսություն պետք է ունենանք, պետք է հասկանանք, թե ինչ ունենք։ Հիմա մենք նայում ենք մեր հնայի ցուցանիշները։ Մեր համախառն ներքին արդյունքի մեջ 60%-ը ծառայություններ են։ 23%-ը մոտավորապես արդյունաբերությունն է, 8%-ը գյուղատնտեսություն։ Պատկերացնում եք, չէ՞, 8%։ Ընդ որում այս 8% արդյունքը գեներացնում է մեր աշխատունակ բնակչության 30%-ը։ Այսինքն մենք ունենք ոչ արդյունավետ գյուղատնտեսություն, որովհետև չի կարող 30%-ը ներգրաված լինել այդ արդյունքի մեջ եւ տալ ընդամենը հնայ 8%-ը։ Հիմա առաջնային խնդիրը, որ մեր թեզերի մեջ մենք առաջ ենք քաշում, դա մեր գյուղատնտեսությունն է։ Մենք պնդելու ենք, որ վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, դա չափազանց կարևոր է։ Իր բոլոր կարևոր փորձագիտական լաբորատորիաներով, ինստիտուտներով, սա մի հսկա համակարգ է, որի ստեղծման համար Հայաստանի Հանրապետությանը կաջակցի նաև եվրոպական Գներեք, իսկ չպետք է պատժվեն նրանք, ովքեր չեղարկեցին այդ գյուղատնտեսության նախարարությունը։ Պարոն Հովհաննիսյան, հիմա եկեք պատիժների մասին մի քիչ պատասխանատվություն գիտեք, ես ոչ դատախազ եմ, ոչ դատախազ։ Իմ ժամանակը ավելացրեք, ինչպես ասում են։ Հիմա առաջինը գյուղատնտեսությունը։ Տեսեք, մենք չունենք մեր ջրերի կառավարման համակարգը բավականին անարդյունավետ է, մենք հսկայական ջրի կորուստներ անընդհատ ամեն տարի խոսում ենք այդ մասին եւ ոչ մի գործուն քայլ չի արվում, որ մենք մեր ջրերը կառավարենք։ Ունենանք ուրեմն ջրամատակարարման համակարգ, մեխանիզացիա գյուղատնտեսության, այսինքն այդ տեխնիկան, որ անհրաժեշտ է արդյունավետ գյուղատնտեսություն իրականացնելու։ Եվ այստեղ մեծ աջակցություն կարող է ցուցաբերել։ Այսինքն շեշտը գյուղատնտեսություն։ Առաջին հերթին ժամանակ չունենք, հիմա որ խոսենք բոլոր ոլորտների մասին, ես կարող եմ ձեզ ասել, եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, եւ բարձր տեխնոլոգիաներ, մենք համարյա թե հաբ ենք, կիսաղորչիչների արտադրություն, չիպերի, սրանք այն ոլորտներն են, որտեղ մենք արտահանումը կարող ենք ավելացնել, որովհետեւ այսօր մեր ներմուծումը ավելի շատ է, քան արտահանումը, ճիշտ է։ Մենք մեր տնտեսությունը եւ մեր բյուջեն եւ հնան կավելացնենք միայն այն դեպքում, երբ որ կարողանանք արտահանել, երբ որ մեր գյուղմթերքները, ես հավաստիացնում եմ 15 տարի ես ապրել եմ, աշխատել եմ Եվրոպայում։ Մեր հատապտուղները, մեր բույսերը, մեր մրգերը, մեր բանջարեղենը, այդպիսի բան նույնիսկ ամենազարգացած երկրներում չկա։ Եթե մենք այդ
մանրեներ, պեստիցիդներ եւ այդ ամեն ինչից հրաժարվենք, ինչ որ պահանջում է եվրոպական միության ստանդարտները եւ ունենանք ուրեմն էկոլոգիապես մաքուր օրգանիկ դրա գինը դա անգնահատելի կլինի Եվրոպայի նման մրցունակ եւ գնողունակ շուկայում։ Սա մի պատուհան է, որ մենք պետք է բացենք նոր շուկաների համար։ Առավել եւս ես ուզում եի նշել նաեւ մեր թոշակների եւ սոցիալական խնդիրների մասին խոսենք, որովհետեւ եթե մենք 5 տարվա ընթացքում կարողանանք մեր նոր շուկաներ ստեղծել մեր արտահանումների համար եւ բարձրացնենք մեր ապրանքների եւ ծառայությունների որակը, այդ դեպքում մենք ունենանք նաեւ մեր հնան 7.2%-ով աճում է 25 թվականին։ Մենք համարվում ենք հնա աճ ունեցող երկիր, տնտեսական աճ ունեցող երկիր։ Եթե մենք կարողանանք այդ աճի տեմպերը պահպանել, ապա կավելանան եւ եկամուտները, եւ պետական եկամուտները, եւ հնարավոր կլինի նաեւ սոցիալական աջակցության բավականին լուրջ ծրագրեր անել երիտասարդների համար, թոշակները բարձրացնել եւ այլն։ Ձեր տեսակետը։ Իմ տեսակետը հետեւյալն է, քաղաքական ուժերը ընտրություններից առաջ տարբեր խոստումներ են տալիս, որը շատ ժամանակ մարդկանց ականջին կենացների պես են հնչում։ Եթե խոստումներ տալու ժամանակն է, ես կարամ պաշտոնապես մեր ժողովրդին խոստանամ, որ 12 միլիոն աշխատատեղ կավելացնենք, չգիտեմ, բոլոր զույգերին, որ կամուսնանան 10 օրով Մալդիվներ կուղարկենք, չգիտեմ, խավորների բանկ կստեղծենք, ամեն զույգին միլիոնատեր խավոր կլինի ներգրավելով Սփյուռքի ներուժը։ Սենց լավ խոստումներ կարամ տամ, բայց ում են պետք է այդ խոստումները, եթե նշված խոստումները ու այն ինչ որ մենք տեսնում ենք քարոզարշավի ընթացքում, տեղ չեն գտնելու ազգային ժողովում։ Պարոնեք, այդ ինձ թվում է դուք ինձնից լավ գիտեք։ Իսկ դուք կարող եք իրատեսական խոստումը անլրջացնել այս ամբողջ գործընթացը։ Պարոն Հակոբյան, մենք որ պարոն կներեք, էլի, ես դուք մեզ վիրավորում եք։ Դուք ուզում եք ասել, որ դուք մտել եք քաղաքական գործընթացի մեջ, դուք ոչինչ եք, դուք ոչինչ չեք կարող անել։ Ես ինչ եմ ասում, ես ավարտեմ միտքս, ես ավարտեմ միտքս, երբ որ դուք խոսում եք, ես ընդհանրապես ձեզ չի վիրավորում։ Բայց դուք էլ ինչ որ բաներ ասում եք, որի համար խնդիր էր, բայց դուք ասում եք, ես կարող եմ այսպես խոստում տալ։ Ուրեմն ավարտեմ միտքս։ Չի կարելի անլրջացնել այդ ամենը։ Ես ավարտեմ միտքս, նոր բան կանեք։ Մենք ոչ մի բան չենք անլրջացնում, ամենալուրջ կուսակցությունն ենք, որ կամք ենք դրսևորել հենց բաներ անելու, որոնց ոչ մեկ չէր սպասում։ Որևէ կուսակցությունից այդպես բան չեմ տեսել։ Մեծ ուժերը տաշտամբել համերգներ են կազմակերպում, իսկ մնացածը ստանդարտ խոսույթներով մարդկանց ականջներին աղմուկ են առաջացնում։ Եթե այդպես պետք է գնահատենք, այդպես գնահատենք, բայց ես ավարտեմ միտքս։ Ես կարծում եմ, որ համակարգային փոփոխությունը կարա միայն բերի, որ այս խոսակցությունները դառնան ռեալ հողի վրա գործ։ Ես կարծում եմ, որ այն առաջարկները, որ դրվեց, եթե առանձնացնեմ, պարոն Անտինյանը ասում էր մենք պետքա ձգտենք Եվրոպա գնալ, պարոն Համեսյանը ասում էր մենք սահմանադրությունը պետքա անպայման փոխենք, պարոն Հակոբյանը ասում էր գյուղատնտեսության նախարարությունը անպայման պետք է վերականգնենք ու դրա վրա ներդրումներ անենք։ Այս բոլոր մտքերը իրանք կարևոր մտքեր են, որ մեր հանրապետության քաղաքացիները պետքա լսեն, բայց չեն լսում ցավոք սրտի այդ մտքերը, պարոն Հակոբյան։ Իմ ասածը դրա մասին է։ Ու այդ դրանով է մեր առաջարկած նախագիծը մեր քաղաքացիներին ու նաև ձեզ նրա մասին, որ այս ընտրությունների, եթե ստացվի այնպես, որ բոլորին դեմ եմ, կարողանա իր ծրագիր իրագործել։ Ձեր բոլորի տեսակետները ես հավատացած եմ, որ իրանք տեղ կունեն։ Ես չեմ ասում, որ ես կիսում եմ այդ տեսակետները որպես Սպարտակ Գյուրեղյան, բայց ես հավատացած եմ, որ դուք հնարավորություն կունենաք այդ ամեն ինչը ավելի մեծ թափով առաջ տանելու։ Էս է իմ ասածը։ Շատ կարճ մեկ նախադասություն։ Կներեք։ Տեսեք, ասում եք չեն լսում։ Ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձինք լսում են։ Վերջ։ Նրանք ովքեր չեն լսում, նրանք ձեր մասին էլ չեն իմանում։ Պարոն, շնորհակալ եմ, ժամանակը կարելի է ամփոփիչ մի րոպեով անցնել։ Չէ, ժամանակը սպառվել է ներողություն։ Սելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք հանրային քննարկում, այսօր 4 քաղաքական ուժեր էին ներկայացված, մյուս 15 քաղաքական ուժերին եւս մենք կհրավիրենք եւ կքննարկենք նրանց հետ նույն թեման։ Լավ եղեք, հաջողություն։